Տատիկների գործով մեղադրյալ Կիմա Հայրապետյանը Գյումրիի ընտրություններից հետո վարչական հսկողության տակ է, իսկ դա նշանակում է, որ նրա ոտքին հսկողության հատուկ սարք է ամրացված, սահմանափակված է նրա տեղաշարժը։ Ընտրակաշառքի համար մեղադրվող 75-ամյա կինը շատ է նեղվում դրանից, ոտքին վերքեր են առաջացել, պատմեց փաստաբան Արսեն Բաբայանը։ Կիմա տատիկի մոտ, որին Մերիքյան Ռուբենն էր պաշտպանում, իսկապես կար խնդիր ոտքին, որտեղ որ ամրացված է, կապված է, մաշկային ինչ-որ խնդիրներ էր առաջացել, բայց ամեն դեպքում ինքը ինչ-որ բժշկի դիմեց եւ գտավ լուծումը, ինչ-որ չգիտեմ, հատուկ մազերով բաների միջոցով։ Հիմա քանի որ առաջիկայում կլինի առաջին նիստը եւ որտեղ որ պիտի քննարկվի նաեւ վարչական հսկողության հարցը, մենք այնտեղ հույս ունենք, որ կկարողանանք այդ վարչական հսկողությունը վերացնելու, եթե դա չի, ապա գոնե այդ բրասլետը հանելու։ 70-ից անց 2 տարեց կանանց ընտրությունների օրն էին ձերբակալել, 3 օր անազատության մեջ պահել։ Նրանք անգամ ահազանգում էին, որ ձերբակալելիս իրենց հարվածել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն հերքել էր ֆիզիկական ուժ գործադրելու մեղադրանքները։ Մյուս մեղադրյալը 71-ամյա Անահիտ Խալաթյանը առողջական խնդիրներ ունի։ Բուժօգնություն ստանալու համար նրա ոտքից սարքը հանել են, ապա նորից ամրացրել։ Այս ընթացքում պիտի Անահիտը առողջական խնդիրներով պայմանավորված օրինակ հատուկ բժշկական տեխնիկական բաներով, սարքավորումներով հետազոտություն անցավ, որի համար ստիպված եղան հանել այդ սարքը, հետո նորից դնել։ Ինքը այդպես անհարմար բազմաթիվ անհարմարություններ ստեղծեց կանանց համար եւ իմ հասկանալով քննչական մարմնի հակակոռուպցիոն կոմիտեի նպատակն հենց այս տեսակ անհարմարություններ ստեղծելն էր։ Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս ավարտել է տատիկների գործի նախաքննությունը։ Դատախազը դեռ պիտի հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան։ Տարեց կանանց փաստաբան Արսեն Բաբայանը այսօր գործի քննությունից շատ չակերտներ բացեց, քանի դեռ չի ստացել մեղադրական եզրակացությունը, ասաց քրեական վարույթի հիմքում հեռախոսային գաղտնալսումներ են։ Դրանցում նախաքննական մարմինը ընտրակաշառքի խոստում է տեսել։ Ըստ էության ամբողջ գործը կառուցված է մի կենցաղային պատմության վրա, որը քննչականը որոշել է կամ քննչականը պնդում է, որ դա իրենից ներկայացել է ընտրակաշառք։ Մասնավորապես մի կին մյուս կնոջը փորձել է, որ ժամանակի ընթացքում եղավ, տարիների ընթացքում բարբերաբար օգնության ձեռք է մեկնել որոշակի հարցերի շուրջ, իրար մեջ խոսակցություն է եղել, որ ջրմուղի հետ կապված որոշակի գործողություններ պիտի արվի, փոст պիտի փորվի, այդ փոստը փորելու համար անհրաժեշտություն կա որոշակի 10-15 հազար դրամ վճարելու։ Այս մյուս կինը, որը մշտապես օգնել էր, ասել է լավ, այս ընտրությունները ավարտի վերջանա, մի քիչ հանգստանանք, այդ քո հարցերը կլուծենք։ Այս խոսակցություններ ամբողջ այս հեռախոսային, այսպես ասած խոսակցությունը, որ գաղտնի ձայնագրությամբ դրել էին գործի հիմքում եւ հիմա վերագրում են, թե իբր որպես ընտրակաշառք առաջարկվել։ Անահիտ Խալաթյանի պարագայում մեկ այլ հեռախոսազանգել է քրեական վարույթի հիմք դարձել։ Նա տեղական ընտրություններում մեր քաղաքը ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակում էր ընդգրկված։ Տիկին Անահիտը աշխատում էր տրանսպորտային ընկերությունում, Երևան-Գյումրի երթուղային տաքսիների ընկերությունում։ Օրինակ պատվիրապատվերը զանգում են, ասում են 2 հոգու տեղ պահի ժամը 6-ին պիտի գնանք Երևան։ Շատ լավ ասում, դիսպեչերը ձեզ կզանգահարի։ Այս տեսակ խոսակցություններ են, որոնք վերագրում են իբր հատուկ ծածկագրերով են խոսել, եւ այդ 2 տեղը 2 ձայներ, որի արժեքը եսիմ ինչն է, այս տեսակ անհեթեթ ինչ-որ մեղադրանք։ Բաբայանը պնդում է, տատիկների գործում հիմնավոր ապացույց չկա։ 6 տարի ազատազրկում է նախատեսում հոդվածը, բայց ես չեմ պատկերացնում որևէ դատավոր, որոնք որ մշտապես այդպիսի բաները դակել են, չեմ պատկերացնում, որ հնարավոր կլինի այսպիսի մեղադրանքով մեղքը հաստատված համար։ Հանցավոր արարք գոյություն չունի։ Ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով հարուցված այլ վարույթներ էլ կան, որոնք դեռ նախաքննության փուլում են։ Մեր քաղաքը դաշինքի մասով կա եւս մի քանի հոգու վերաբերյալ մեղադրանքներ կա, որոնք դատարան չեն ուղարկել, դրանք դեռևս նախաքննությունը շարունակվում։ Իսկ մեր քաղաքը դաշինքը ղեկավարած ընդդիմադիր падգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր, որդու եւ եւս մեկ ավագանու թեկնածուի գործը արդեն հակակոռուպցիոն դատարանում է։ Նրանք մեղադրվում են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար։ Դատական առաջին նիստը մայիսի 27-ին է։